իմանալ հետաքրքրվել արդյոք ամեն ինչ կարգին է եւ ինչու տիկին նախարարը այստեղ չի եւ ինքը չի ներկայացնում, նախ կխնդրի այս հարցին պատասխանեք, որովհետեւ կարծում եմ, որ սա այն հարցն է, որ առաջին դեմքով մենք պիտի հիմա քննարկեինք եւ մի երկու հարց եմ ուզում տալ կապված նախագծի հետ։ Ուրեմն գրված է, որ ըստ ծրագրի նկարագրության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում պետք է նշանակվի առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ։ Արդյոք խոսքը այն գրասենյակի մասին է, որը 2010 թվականի կառավարության 1550 որոշմամբ հաստատված առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակն է, թե նոր գրասենյակ պիտի ստեղծվի եւ այդ նոր գրասենյակի, եթե նորը պիտի ստեղծվի իհարկե, ինչ պայմաններով եւ չափանիշներով, ինչ սկզբունքներով եւ ինչ օրենսդրական եւ իրավական ակտերի հիման վրա, սա մեկ։ Եվ երկրորդ, խնդրում եմ պարզաբանել ծրագրում արկա մասնակից տարածաշրջաններ եզրույթը, որովհետեւ այս մասը ինձ համար հասկանալի չի, եթե Հայաստանի տարածքին է վերաբերում, ապա կարծում եմ, որ տարածաշրջան բառը այստեղ չի օգտագործվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, սա էլ կխնդրեմ պարզաբանել, շնորհակալություն։ Մինչև տիկին Անուշյանի խոսքեր տիկին Բադալյան կառավարության թե վարչապետի որոշումով է սահմանվում, թե ով է կառավարության ներկայացուցիչը, ի սկզբանե տիկին Անուշյանն ա եղել այս օրենքի ներկայացուցիչը, այսինքն այստեղ որ ենթադրում եմ ստոր ջրյա քարեր չկան, մյուս հարցերին խնդրում եմ պատասխանեք։ Չէ, մեր աշխատանքներում ստոր ջրյա քարեր երբեք չեն լինում, շնորհակալություն պարոն Թորոսյան։ Ծիգի հետ կապված խոսքը վերաբերվում է նույն ծրագրերի իրականացման գրասենյակին, նոր գրասենյակ չի կազմվելու, բայց քանի որ այս գրասենյակը արդեն տարիների ընթացքում բավականին կարողություն ա ձեռք բերել եւ պատասխանատու ա եղել Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի եւ մյուս ծրագրերի ներդրման համար, այս ծրագրի համար էլ օգտագործելու ենք իրենց կարողությունները եւ շարունակելու ենք աշխատանքները եւ այդտեղ որևէ նոր բան չենք նախատեսում, ուղղակի ստեղծված գործող, քանի որ այնտեղ որոշակի սպეციფიკություն կա աշխատանքների Համաշխարհային բանկի հաշվետվողականության գնումների եւ այլ հարցերի շուրջ, նույն կարողությունը շարունակելու ենք օգտագործել այս ծրագրի համար։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, այլի խրթին թարգմանության արդյունքա խոսքը վերաբերում է մարզերին, քանի որ մարզերում շատ կարևոր է առողջության առաջնային պահպանման աշխատանքը, որպես առաջնային օղակ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման համար, ուղղակի խրթին նորից թարգմանության արդյունքա վերաբերվում է մարզերին, որովհետեւ կարևորվում է եւ Համաշխարհային բանկը կարևորելով մարզերի ընդգրկվածությունը այս ծրագրի մեջ անդրադարձել է ծրագրում եւ առաջարկել է, որպեսզի մարզերը նույնպես օպերատիվ ծրագրի օպերատիվ կառավարման ընթացքում մասնակցություն ունենան, այսինքն այդ պլանավորման աշխատանքների, վերահսկման եւ այլ աշխատանքներում ընդգրկվեն։ Տիկին Անուշյան, ուրեմն որքանով ես եմ տեղյակ, գործող գրասենյակը չի կարող հաստատվել Համաշխարհային բանկի կողմից, որովհետև ըստ ծրագրի այն պետք է ունենա անկախ ստուգող մարմին։ Իսկ կառավարության որոշմամբ ստեղծված գրասենյակի կանոնադրության մեջ նման մարմին նախատեսված չէ։ Ես նկատի ունեի, եթե հինն է, ապա որոշակի փոփոխություններ արվում են, թե ոչ եւ կարվեն 1 ամսվա ընթացքում, որովհետեւ նշված է 1 ամսվա ընթացքում։ Երկրորդ հարցը տարածաշրջանների հետ կապված ինձ պարզ է, բայց նաեւ միևնույն ժամանակ չնայած նրան, որ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն է տվել, բայց այնուամենայնիվ շեշտել է թարգմանչական խնդիրների մասին եւ այնտեղ թարգմանչական այնպիսի խնդիրներ կան, որոնք վերաբերում են ազգային ժողովի եւ կառավարության նաեւ գործառույթին եւ հուսով եմ, որ մինչեւ ազգային ժողով գալը թարգմանությունը ամբողջությամբ շտկված կլինի եւ խնդիրներ չի առաջացնի, որտեղ մեկնաբանության տեսանկյունից այն նաեւ կարող է խնդիրներ առաջացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին Բադալյան, եթե այլ խնդիրներ նկատել եք թարգմանության, խնդրում եմ մեզ դրանք էլ ներկայացնեք, անպայման նորից հետամուտ կլինենք ֆինանսների նախարարության հետ միասին, ինչ վերաբերվում է անկախ ստուգող մարմնին, անկախ ստուգող մարմինը ըստ Համաշխարհային բանկի պահանջի պետքա լինի անկախ եւ չի կարող լինել ծրագրերի իրականացման գրասենյակը եւ այդ մարմինը, որը որ վերիֆիկացիա է անելու անընդհատ թե արդյոք մենք իրականում հասել ենք ցուցանիշի իրականացրել ենք թե չենք իրականացրել, որտեղ այն բանը երբ որ որևէ ցուցանիշ իրականացնենք եւ
ցույց տանք, իսկ դա բազմաթիվ process-ներ ներառում, այսինքն ցուցանիշները պետք է ինտեգրվի համակարգում, հավաքագրվի, կան ցուցանիշներ, որոնք որ Արմեդով պետք է հավաքագրվի, ի վերջո դրանք ներկայացնելուց հետո Համաշխարհային բանկի պահանջն է, որ լինի անկախ մարմին, ոչ ծրագրերի իրականացման գրասենյակը, ոչ առողջապահության նախարարությունը, ոչ կառավարության որևէ մարմին եւ ոչ էլ ֆինանսների նախարարությունը, որը կհավաստի վերիֆիկացիա կանի, այսինքն կստուգի արդյոք մենք հասել ենք այդ նպատակին թե չէ եւ նոր միայն դրանից հետո կիրականացվի մասնահանում, այսինքն վարկի այդ ցուցանիշին համապատասխան գումարի տրամադրում պետական բյուջեին։ Դες մի երկու ճշտող բան էլի ձեր հարցի հետ կապված այնուամենայնիվ դա Տիկին Անուշյան Տիկին Բադալյանի բարձրացած հարցում ես ոնց ուզեցա մարզ բառը փոխարինեմ տարածաշրջանով, մեկը չի ստացվում, որովհետեւ այս կետը փաստորեն A բաժին 1 իրականացման արդիր 2 բաժին 1 A ենթակետ 1 մաս վերջ ներքևի հատվածը վարկառուն ապահովում է, որ ոչ մի մասնակից տարածաշրջան իրավունակ չլինի վարկային միջոցներից ֆինանսավորվելու համար, քանի դեռ եւ եթե վարկառուն անայի միջոցով յուրաքանչյուր մասնակից տարածաշրջանի հետ չի կնքել բանկի համար ընդունելի մասնակցության մասին համաձայնագիր, իր իրավազորության տարածքում ծրագիր իրականացնելու պարտավորությունը կատարելու նպատակով մասնակից տարածաշրջանի համար ծրագրով նախատեսված հատուկ բաժներ սահմանելու համար։ Ոչ մի բան չի հասկացվում։ Նուրբ ասած։ Եվ ենթադրում եմ, որ մարզը չի, որտեղ ինչ որ պայմանագրի մասին է խոսքը, երևի անգլերեն օրիգինալն է պետք նայել, կխնդրեմ եթե հնարավոր է հիմա, եթե հնարավոր չի գոնե հետո պարզաբանեք եւ այդ անկախ մարմնի մասով էլ ճիշտ եմ հասկանում, որ կառավարությունը պետքա պայմանագիր կնքի օրինակ չգիտեմ, մի աուդիտորական ընկերության հետ եւ այդ ոնց է արվելու տենդերով, կա այդ մարմինը արդեն թե չկա Տենդերը հայտարարվելու եւ անկախ մարմինը ընտրվելու, որը որ նաեւ իհարկե պետք է ունենա առողջապահական նաև կարողություն, որպեսզի պատկերացնի թե տեղական թե միջազգային պահանջ չկա միջազգայինի